Սիրելի հայրենակիցներ, Վայոց ձորի մարզի Կապույտ գյուղի մասին ես շատ եմ պատմել։ Գյուղը հայտնի է իր խաչքարերով, խաչքարերի ժայռով, որը քիչ անց ցույց կտամ։ Բայց 1604 թվականի Շահ Աբբասի արշավանքի ժամանակ գյուղը ամբողջությամբ հայաթափվել է եւ այստեղ բերել բնակեցրել են թուրքերի ու թաթարների, որոնք փաստացի ամբողջ գյուղը ավերել են թուրքերի ադրբեջանցիների հետքերն են։ Մարդիկ, որոնք ասում են մենք ապրենք նրանց հետ կողք կողքի, ահա, ապրեք այսպիսի ջարդարարների, սրիկաների հետ կողք կողքի։ Թողեք, որ նրանք գան եւ ձեր նախնիների գերեզմանները, խաչքարերը, ահա այսպես վերածեն։ Եվ սա այն քիչ խաչքարերից է, որ իհարկե քանդած, իջեցրած, հետո մերոնք ոտքի են հանել նորից։ Դրանք բոլորը մեր խաչքարերն են հն ամենի, կրկնում եմ, որոնք ստեղծվել են դեռևս մինչև 1604 թվականը, իսկ Շահ Աբբասի արշավանքից հետո այստեղ հաստատված թուրքերն ու թաթարները, այսինքն ադրբեջանցիների նախնիները ավերել, քանդել են։ Այստեղ ամեն մի վայրում մի փոքրիկ ոտքդ հողի մեջ մտցնես, բահը հողի մեջ մտցնես, խաչքար է դուրս գալիս։ Սա մեր հայրենիքն է, Կապույտ գյուղը։